Հանուն Հոր և Որդու և Որդուի Սրբո, ամեն։ Սիրելի բարեպաշտ, քույրեր և եղբայրներ ի Քրիստոս։ Այսօրվա ավետարանական հատվածը վերցված Մատթեոսի ավետարանից մեզ պատմում է այն մասին, որ երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս լսում է Հովհաննես Մկրտչի սպանության լուրը, ասում է այնտեղից թողեց և գնաց նավակով միանապատ տեղ։ Սուրբ Գրքի մեկնիչները ավետարանական այս հատվածը մեկնաբանում են հետևյալ կերպ։ Ասում են Հովհաննես Մկրտիչը 5 կտակարանի վերջին մարգարեն էր։ Եվ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս լսեց, որ Աստծո ընտրյալ ժողովրդի մեջ, այսինքն Իսրայելի մեջ, վերջին մարգարեն սպանվեց և նրա քարոզածը, որ եկել էր լինելու նախակարապետը, ճշմարիտ աստվածորդու չընդունվեց, Քրիստոս թողեց հրեական միջավայրը և նավ նստեց, որը համեմատվում է եկեղեցվո հետ, և ասում է գնաց մի անապատ տեղ։ Իսկ այդ անապատը ոչ թե ընկալվում է որպես բնության անապատացած մի վայր, այլ Աստծո խոսքից անապատացած ժողովրդի մոտ։ Գնաց հեթանոսների մոտ, որպեսզի հեթանոսներին Աստծո խոսքը քարոզի։ Եվ ասում է, որ ժողովուրդը իրենց քաղաքներից, գյուղերից, շեներից ու ավաններից գալիս էին Քրիստոսի մոտ։ Եվ Քրիստոսի համբավը, նրա սերը, նրա գութն ու օրհնությունը այնքան էր տարածվել հեթանոսների շրջապատում և հեթանոս իրականության մեջ, որ երբ որ լսվեց, որ Քրիստոս գալիս է իր գութը և սերը սփռելու և կյանքի խոսքը տարածելու հեթանոսներին, նրանք թողելով իրենց տներն ու գյուղերը, շեներն ու ավանները, գնացին Տիրոջը ընդառաջ, գնացին Աստվածորդուն ընդառաջ։ Եվ ասում է, որ նրանք, ովքեր որ գնացին նրան ընդառաջ, իսկույն այդ սիրով լցվեցին Աստծո։ Որովհետև ասում է, երբ Քրիստոս նավից ելավ, տեսավ նրանց, գթաց և բժշկեց նրանց հիվանդների, ցավերն ու հիվանդություններից։ Տեսեք, այս անգամ ի տարբերություն շատ այլ անգամների Քրիստոս իր շուրջը խռնված բազմությանը և հատկապես հեթանոս բազմությանը, ովքեր որ սրտի կանչով, հոգու կանչով, անկեղծ հավատքով ելել ու գնացել էին դեպի Քրիստոս, այս մարդկանցից Քրիստոս հավատք չպահանջեց։ Չպահանջեց, որպեսզի իրենց հավատքը հաստատեն, այլ գթաց և բժշկեց։ Քանի որ Քրիստոսին ընդառաջ ելնելը, Աստծուն դեպի ընդառաջ ելնելը արդեն մեր հավատքի արտահայտությունն է։ Հետևաբար տեսնելով, որ Քրիստոս, տեսնելով, որ այս մարդիկ իբրև իրենց հավատքի դրսևորում եկել են իր շուրջն են հավաքվել, գթաց նրանց և բժշկեց ժողովրդի ցավերն ու հիվանդությունները։ Եվ այնուհետև մոտենում են Քրիստոսի առաքյալները և նրան ասում, Տեր, այս վայրը անապատ է և այս ժողովուրդը արդեն առավոտ կանուխից քեզ է հետևում։ Եվ նրանք քաղցած են և օրն էլ տարաժամում է, մթնում է։ Արձակիր այս ժողովրդին, որ գնան շրջակա քաղաքներն ու գյուղերը և իրենց համար ուտելու բան գտնեն։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս, քանի որ արդեն իր կենարար խոսքով կերակրել էր իրեն մոտ եկած մարդկանց հոգիները, բժշկել էր նրանց հոգիների ու մարմնական ախտերն ու հիվանդությունները,
հերթը հասնելով մարմնական կերակուրին իր աշակերտներին ասում է. դուք տվեք նրանց կերակուր։ Սիրելիներ, Տերունավանդ այս խոսքը առաքյալների և առաքյալների միջոցով Քրիստոսի կողմից հիմնված եկեղեցու և եկեղեցականներին և սպասավորներին հոգևոր դասի։ Դուք տրվեք նրանց կերակուր։ Մինչև այսօր է եկեղեցին իրականություն է դարձել։ Մենք ինչու ենք գալիս եկեղեցի։ Գալիս ենք Աստծո խոսքը լսել, Տիրոջ պատգամին համաձայն։ Գալիս ենք Աստծո խոսքով կերակրվելու։ Գալիս ենք Աստծո խոսքը լսելով և դրանով կերակրվելով մեր հոգիները բժշկելու։ Եվ նաև գալիս ենք այստեղ Սուրբ Պատարագի խորհրդին կենաց հացը ճաշել։ Եվ այդ պահից սկսյալ մինչև այսօր և այսօրվանից մինչև մի կատարածն աշխարհի Քրիստոսի եկեղեցին իրականացնել ու պիտի իրականացնի այս առաքելությունը։ Քրիստոսի հիմնած նավը Սուրբ եկեղեցին մեզ հրավիրում է այս կյանքի ալեկոծող օվկիանոսից նավարկելու դեպի փրկություն։ Այս նավի մեջ, Սուրբ եկեղեցու մեջ։ Եվ այդ նավարկության ճանապարհին մեզ հրավիրում է կերակրվելու, կենաց հացը ճաշակելու, Աստծո խոսքով հագելու։ Եվ ինչպես որ այն ժամանակվա մարդիկ, որոնք հավաքվել են Քրիստոսի շուրջ, ինչպես որ ավետարանիչն է ասում, նրանք կերան և հագեցան, այնպես էլ հիմա, ովքեր որ ճշմարիտ հավատքով են գալիս այս նավը, որի նավապետն է Քրիստոսը, ճարակելու, ճաշակելու կյանքի խոսքը, կենաց հացը, և իրենց հավատքի մեջ կասկած և թերահավատություն չկա, պիտի ուտեն և հագենան։ Ուրեմն սիրելիներս, այս աշխարհի մեջ ապրելով, քաղցելով մեղքերի ծանրությունից, սակայն հստակ գիտակցելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս է կյանքի հացը պարգևողը, նրա կենաց խոսքով է, որ մենք պիտի լիանանք ու մեր հոգիները պիտի լիանան։ Այսօր հավաքվելով Քրիստոսի շուրջ, Քրիստոսի Սուրբ եկեղեցու մեջ, անկեղծ սրտով ճաշակենք կենաց խոսքը։ Անկեղծ հոգով, ապաշխարության ոգով ճաշակենք կենաց հացը և հագենանք Քրիստոսի ներկայությամբ, հագենանք Քրիստոսի օրհնությամբ, հագենանք Քրիստոսի սիրով, և թող մեր մայր եկեղեցին Տիրոջ պատգամին հնազանդ, թե դուք տվեք նրանց կերակուր, առաջնորդի մեզ եկեղեցու ճանապարհով, կերակրվելու ճշմարիտ խոսքով, կերակրվելու կենաց հացով և զորանալով, հագենալով, մշտապես անշեղ ու անսայթակ ընթանելով մեր նավապետի Քրիստոսի ետևից, դեպի լույս, դեպի փրկություն և հավիտենականություն։ Շնորհքյարն մերո և փրկչին Հիսուսի Քրիստոսի, եղեցի ձեզ ընդամենեսյալս։